Այսօր մայիսի 13-ն է և հորոսկոպն այսպիսին է. Խոյեր, աստղերը խորհուրդ են տալիս չվիճել շեֆի կամ տնօրենի հետ, նույնիսկ եթե նա սխալ է, այսօր ավելի լավ է վիճեք հեռախոսով առցանց գնումներ անելիս։ Ցուլեր, ձեր համբերության սահմանները փորձության կենթարկվեն, հիշեք, շոկոլադը երբեք չի հարցնում, այլ միշտ հասկանում է ձեզ։ Երկվորյակներ, այսօր խոսքերը կարող են ավելի շատ վնասել, քան օրինակ գազիկին ամռանը, լռությունը ձեր ուժն է, զումի ժամանակ լռեք։ Խեցգետիններ, սիրտը տրոփում է, բայց ոչ սիրուց, այլ անավարտ գործերից, ժամանակն է պլան կազմել և սիրո և գործերի համար։ Առյուծներ, ձեզ հետ կպատահի ինչ-որ անսպասելի բան, կամ բախտ կլինի, կամ էլ լուրջ հաշիվ, պատրաստ եղեք երկուսին էլ։ Հույսեր, կարգուկանոնը այսօր ձեզ կփրկի խառնաշփոթից, ճիշտ է ոչ հոգեբանական, բայց գոնե աշխատանքային։ Կշեռքներ, այսօր խորհուրդ է տրվում չկշռել ամեն բան, որոշումները նույնպես, երբեմն ճիշտ ընտրությունը զգացողության վրա է, լսեք ձեր ներքին ձայնին։ Կարիճներ, ուժեղ ինտուիցիան կարող է ձեզ տանել այնտեղ, որտեղ օրինակ Wi-Fi չկա, բայց լռությունն էլ մեծ պարգև է, գնացեք ու գիրք կարդացեք։ Աղեղնավորներ, ճամփորդության պլանները կամ կխանգարվեն, կամ ավելի լավ կստացվի ամեն բան, ամեն դեպքում մի մոռացեք գնել էլեկտրոնային տոմսեր։ Այծեղ ջուրներ, աշխատեք քիչ բողոքել, որովհետև այսօր բոլորն են ցանկանում փոխել իրենց աշխատանքը, երկիրներ, երբեմն մարդիկ ցանկանում են փոխել իրենց մոլորակը, հարմարվեք։ Ջրհոսներ, մի տարօրինակ զանգ կամ նամակ կարող է փոխել ձեր օրը, հնարավոր է սխալվեք, բայց այստեղ ինչ-որ ճիշտ սիմվոլիկա կա։ Ձկներ, զգացմունքները բարձր ալիքի վրա են, գրեթե ինչպես նավարկությունն առանց փրկագոտու, բայց մի վախեցեք, ձեր հուզական լաստանավը դիմակայելու է, իսկ դուք Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ մնացեք մեզ հետ։